Ողջունում եմ բոլորին, եւս մեկ անգամ Հայեշ ջան։ Այսօր Սևանի ճանապարհից Ռոման Բաղդասարյանի օգնությամբ եղավ մի ձայնագրություն, պրիմո եֆիր, ուղիղ եթեր, որտեղ որ ես խոսեցի քաղաքապետարանի եւ անարդարության եւ տարբեր հարցերին, ովքեր որ չեն տեսել իմ էջում տեղադրված են, կարող ենք մտնել դիտել եւ իհարկե Ռոման Բաղդասարյանի էջում է տեղադրված, կարող եք իր էջում էլ մտնել տեսնել։ Ինչի մասին է խոսքը, ինչի համար եմ մտել էֆիր։ Այդ ինֆորմացիաները իհարկե իմ կողմից լինելու են շարունակական, այդ թերությունները, փողերի լվացումները եւ տարբեր նման այդպիսի հարցերը ես բարձրաձայնելու եմ, դիմելու եմ տարբեր օրինապահ արմիններին, որպեսզի դրանք եւս մեկ անգամ այդ ամեն ինչը կրկնեմ, լուծում ստանան, այդ ամեն ինչը հանրայնացնելու եմ, ձեզ տեղյակ եմ պահելու, իհարկե եւս մեկ անգամ կրկնեմ, ես այսօր գնացի Վարշավեստի Սևանի մոտ, որպեսզի հանդիպեմ մեր վարչապետին եւ իհարկե ասեմ, որ 3 տարի մեր կուսակցության ներսում, մեր թմի ներսում ես փորձել եմ այս խնդիրները լուծում տալ, տարբեր հարթակներում այս խնդիրները բարձրաձայնել, տարբեր մեր կուսակից ընկերներին տեղեկացնել, ասել, բայց ոչ մի տիպի լուծում այդպես էլ չեղավ։ Եվ եղավ հակառակ էֆեկտը, վնասեցին ավելի շատ ինձ, իմ անունը սևացնելով կուսակցության մեջ, խաբելով, տեղափոխելով այլ վարչություն, որից հետո X ժամանակ հետո ինձ ազատեցին աշխատանքից, տարբեր այդպիսի անհամ բաներ, ասենց ասեմ։ Ինչի համար, որովհետև ես այն անձնավորություն եմ, որը որ տեսնում է սխալ բան, վատ բան ու չի լռում, բարձրաձայնում է, չի հանրայնացնում իհարկե միանգամից, բայց փորձում է այդ խնդրին լուծում տալ, ուզում է նախկին իշխանությունների նման ալան-թալան չլինի, երկիրը կամաց ոտքի հանի, թերություններ կարան շատ տեղեր լինեն, թալաններ եւ նման փողերի լվացումներ, բայց եթե մենք ոչ մեկս դրան ուշադրություն չդարձնենք, մենք առաջ չենք գնա։ Եթե այդ խնդիրները մենք չբարձրաձայնենք, միանշանակ մենք առաջ չենք գնա։ Դրա համար 3 տարի եղել է իմ պայքարը ներքին կարգով կուսակցության մեջ եւ ընկերների շրջանակում, բայց ցավոք սրտի ոչ մի լուծում չի եղել։ Նորից կրկնեմ, ի վնաս ինձ է եղել։ Այսքանը, ընկերներ ջան, խնդրեմ ձեզ այս նյութը տարածեք, լայքեք, լավ եղեք, հաջողություն ձեզ։